Լեոնարդո Պիզանոն խոշոր մաթեմատիկոս էր։ Լեոնարդո Պիզանոն շատ հայտնի էր Ֆիբոնաչի անունով։ Ֆիբոնաչին ծնվել է մոտ 1170 թվականին Իտալիայում։ Ֆիբոնաչին մասնագիտությամբ մաթեմատիկոս և գրող էր։ Ֆիբոնաչի անունը նշանակում է ծնողին արժանի զավակ։ Ձեռքած գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտնական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ։ Գիտնականի պատվին անվանել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվն հավասար է նախորդ երկուսի գումարին։ Այս թվային հաջորդականությունը կրում է Ֆիբոնաչի թվերի անվանումը։ 1, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55 և այլն։ Ֆիբոնաչի թվերի հետ կապված կան մի քանի հետաքրքիր օրինաչափություններ, և բնության իսկապես հիմք է տալիս ենթադրությունների։ Ահա մի քանի օրինակներ, որոնք կարող են համապատասխանել Ֆիբոնաչի թվերի հետ։ Ֆիբոնաչի հաջորդականությունը կարելի է տեսնել նաև ծառերի ճյուղերի ձևով։ Հիմնական ծառաբունը կաճի այնքան ժամանակ, մինչև այն ստեղծի մասնաճյուղ, որը ստեղծում է աճի երկու կետ, այնուհետև նոր ցողուններից մեկը բաժանվում է երկու, իսկ մյուսը չի բաժանվի։ Մասնաճյուղի այս օրինաչափությունը կրկնվում է յուրաքանչյուր նոր բխումներից։ Ֆիբոնաչի թվերի օրինաչափությունը կապված է նաև ծաղիկների թերթերի հետ։ Ըստ Ֆիբոնաչի շարքի առաջին թիվը 1-ն է, հետևաբար ծաղկի թերթը նույնպես պետք է լինի 1 և այդպես շարունակ։